Ողջույն բոլորին, շարունակում ենք մեր ուսումնական շարքը։ Այսօր միասին վերլուծելու ենք երկրորդ քննական թեստը։ Մեր խնդիրն է ոչ թե անգիր անել պատասխանները, այլ հասկանալ յուրաքանչյուր հարցի տրամաբանությունը։ Այսօրվա թեստի հարցերին փորձեք պատասխանել ինքնուրույն, իսկ վերջում համեմատեք արդյունքները։ Դե ինչ, սկսեցինք։ Թեստ համար 2։ Նշված դեպքում որ գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը։ Մենք տեսնում ենք նկարում խաչմերուկ, յուրաքանչյուր ուղղությամբ 3 գոտի, 1, 2, 3։ Եվ աջ գոտում գծանշած է ատառը, որը նշանակում է, որ աջ գոտին նախատեսված է երթուղային ավտոբուսների համար։ Ատառն ու այս նշանը նույն իմաստն ունեն։ Երկուսն է ցույց են տալիս, որ նախատեսված է գոտին երթուղային ավտոբուսների համար։ Իսկ խաչմերուկներում աջ շրջադարձ կատարելիս պետք է կատարել աջ գոտիով։ Քանի որ միջին գոտին եւ աջ գոտին բաժանված են ընդհատվող գծերով, այս դեպքում պարտավոր ենք նախապես զբաղեցնել աջ գոտին, հետո նոր կատարել աջ շրջադարձ։ Եթե միջին գոտին ու աջ գոտին բաժանված լիներ հոծ գծով եւ խաչմերուկում այստեղ լիներ ընդհատվող գծեր, այդ դեպքում պետք էր աջ շրջադարձ կատարել միջին գոտուց, քանի որ հոծ գիծ չկա միջին եւ աջ գոտու արանքում, այդ դեպքում պետք է նախապես վերադասավորվել աջ գոտի եւ կատարել աջ շրջադարձ։ Մենք ընտրում ենք միայն ա գծանշումով նշված աջ եզրային գոտուց։ Հաջորդ հարցը։ Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։ Երթևեկելի մասը, որով մոտենում ենք խաչմերուկին, ունի երթևեկության 2 գոտի։ Խաչմերուկ մուտք գործելիս շրջադարձ կատարելու համար որ գոտին եք պարտավոր զբաղեցնել։ Սովորական խաչմերուկներում մենք պարտավոր ենք հետադարձ կատարելու համար ընդունել ձախ գոտի, այնուհետև կատարել հետադարձ։ Իսկ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում մենք կարող ենք ընդունել կամ աջ, կամ ձախ գոտի հետադարձ կատարելու համար։ Այստեղ պատասխանը կամ աջ, կամ ձախ, եթե իհարկե գծանշում չկա։ ՀՀ օրենքի համաձայն ԲԵ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել 17, 18, 19 տարին լրացած անձանց։ Քանի որ B կարգը տրվում է 18 տարին լրացած անձանց, ԲԵ կարգը կարծում եմ կտրվի 19 տարին լրացած անձանց։ ՀՀ օրենքի համաձայն ճանապարհի երթևեկելի մաս է համարվում. Առաջինը ճանապարհի տարը նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկության համար, այսինքն այստեղ նշում է, որ բոլոր տրանսպորտային միջոցների։ Երկրորդը ճանապարհի տարը նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այսպես ասած, այն հատվածը, որտեղ տրամվայի գծերը ներառված չէ, այդ կոչվում է երթևեկելի մաս։ Մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե առկա են ղեկային կառավարման մանրամասերի, այսինքն դետալների ու հանգույցների կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումներ ձգված չեն։ Առաջի տարբերակում ուղղակի ասում է, որ առկա է ղեկային կառավարման հետ խնդիր։ Այլ մանրամասներ կարծում եմ կարևոր չէ։ Ցանկացած ղեկային արգելակային խնդիր, որ գրված է հարցաշարերում, կարծում եմ պետք է լինի, որ անթույլատրելի մեքենան շահագործելու համար։ Երկրորդը բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը։ Ոչ միայն բեռնատար, այլ բոլոր ավտոմոբիլներում կրակմարիչի առկայությունը պարտադիր է։ Առանց կրակմարիչի եւ դեղատուփի մեքենան շահագործելն արգելված է։ Այդ պատճառով ընտրում ենք 2 դեպքում էլ։ Անցնենք առաջ։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե սահմանված ռեժիմով չեն աշխատում արտաքին լուսային սարքերը։ Մոտակա լույսերը կլինի, թարթիչները կլինի, չեն աշխատում սահմանված ռեժիմով։ Երկրորդը, որ մոտոցիկլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։ Ես չեմ հիշում անիվի մաշվածության չափը, բայց ուզում եմ ընտրել 2 դեպքում էլ։ Նշաններից որն է արգելում երթևեկությունը նշանի վրա պատկերվածից ավելի փոքր միջ տարածությամբ։ Պետք է հասկանալ, որ որն է արգելում երթևեկությունը։ Հիմա նայում ենք նկարում եւ տեսնում ենք 3 նշան, որոնք արգելում են եւ ներքևի 2 նշան, որոնք արգելող չեն։ Այդ դեպքում այս 2 նշաններին ուշադրություն չենք դարձնում, որովհետեւ պահանջը արգելում է երթևեկությունը։ Այստեղ արգելող նշանները 3-ն են։ Հիմա հերթով նայում ենք առաջին նշանը 2.7 մետր լայնության մասին է խոսքը, այսինքն արգելվում է երթևեկությունը այն մեքենաների կամ տրանսպորտային միջոցներին,
որոնց լայնքը 2.7 մետրից ավելին է։ Երկրորդը արգելվում է երթևեկությունը 10 մետր և ավել երկարությամբ մեքենաների։ Երրորդը արգելվում է երթևեկությունը, եթե դիմացի մեքենայից մոտիկ ես 70 մետրից։ Այսինքն թույլատրելի է երթևեկությունը, եթե դիմացի մեքենայից, այսինքն դիստանցիան պահում ես 70 մետր և ավել։ Այդ դեպքում ընտրում ենք երրորդ տարբերակը։ Ճանապարհի վտանգավոր հատվածի տեղամասից ինչ հեռավորության վրա են տեղադրվում այս նշանները բնակավայրերում։ Հիմա մենք տեսնում ենք 5 հատ նախազգուշացնող նշաններ և հարցն այսպես է, թե քանի մետր հեռու է դրվում վտանգավոր վայրից այս նշանները բնակավայրում։ Նախազգուշացնող նշանները բնակավայրերում դրվում են 50-ից 100 մետր հեռավորության վրա։ Անցնենք առաջ։ Խաչմերուկը վերջինը կանցնի։ Մենք տեսնում ենք չկարգավորվող հավասարազոր խաչմերուկ, որտեղ գործելու է աջից հարված կանոնը։ Այսպիսով պետք է սկզբից նայել, թե որ մեքենան չունի աջից հարված։ Տեսնում ենք, որ 3 մեքենաներն էլ երթևեկում են ուղիղ և աջից հարված չունի կանաչը, ըստ այդմ առաջինը կանցնի։ Բայց հարցը հետևյալն է, խաչմերուկը վերջինը կանցնի։ Ուրեմն առաջինը կանցնի կանաչ մեքենան, հետո կանցնի կարմիր մեքենան, որովհետև կարմիրի կողքը էլ մեքենա չի լինի, վերջում կանցնի կապույտ մեքենան, որովհետև կապույտի աջ կողքը մեքենա չի լինի։ Այսպիսով ընտրում ենք կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը վերջինը կանցնի։ Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի առաջինը, երկրորդը։ Մենք տեսնում ենք կարգավորվող խաչմերուկ և գլխավոր ճանապարհ, որը ուղղությունը փոխում է դեպի ձախ։ Եթե խաչմերուկը կարգավորվող է, առավելության նշանները կորցնում են իրենց նշանակությունը։ Հիմա առավելության նշաններին չենք նայում և նայում ենք որպես սովորական հավասարազոր խաչմերուկ։ Այս դեպքում կարմիրը ձախ թեքվելու համար պետք է զիջի կապույտին։ Կապույտ ավտոմոբիլը կանցնի առաջինը։ Հաջորդ հարցը. որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը՝ ավտոմոբիլի վարորդը, տրամվայի վարորդը։ Մենք տեսնում ենք կարգավորվող խաչմերուկ, որտեղ առաջնային անցնելու իրավունք ունի մարդատար ավտոմոբիլի վարորդը, երկրորդական իրավունք ունի տրամվայի վարորդը։ Եվ գիտենք տրամվայը և ոչ ռելսագնաց, այսինքն ավտոմոբիլը գտնվում են հավասար պայմաններում, առավելություն ունի տրամվայը, քանի որ այս նկարում տրամվայը ու մարդատար մեքենան չեն գտնվում հավասար պայմաններում, այսինքն մարդատարին թույլատրվում է երթևեկությունը, տրամվային թույլատրվում է երթևեկությունը զիջելուց հետո։ Այս դեպքում պետք է ճանապարհը զիջի տրամվայը։ Ընտրեցինք տրամվայի վարորդը։ Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, ապա ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ձախ կողմից դեպի ձախ և հակառակ ուղղությամբ, աջ կողմից միայն դեպի աջ, ձախ կողմից բոլոր ուղղություններով, թիկունքից միայն դեպի աջ։ Կարգավորողը, երբ ձեռքը պարզած է առաջ, արգելվում է երթևեկությունը աջ կողմից և թիկունքի կողմից, դիմացի կողմից միայն աջ, ձախ կողմից բոլոր ուղղություններով։ Երրորդ պատասխանը։ Անցանք առաջ։ Ազդում է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը։ Ազդում է, չի ազդում։ Մենք ինչ ենք տեսնում նկարում։ Տեսնում ենք ճանապարհ, որտեղ կանգառը արգելված է, մինչև հաջորդ խաչմերուկ։ Սա այստեղ խաչմերուկ չէ, այստեղ ուղղակի հետադարձի տեղ է։ Եթե սա լիներ խաչմերուկ ու բեռնատարը կանգնած լիներ խաչմերուկից հետո, ամեն ինչ նորմալ է։ Քանի որ այստեղ խաչմերուկ չկա, բեռնատարը կանգնած է ազդման գոտում։ Այսինքն բեռնատարը իրավունք չունի այստեղ կանգնելու։ Անցնենք առաջ։ Թույլատրվում է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում։ Թույլատրվում է, արգելվում է։ Մենք ինչ ենք տեսնում նկարում։ Նկարում տեսնում ենք նշան, որը ցույց է տալիս միակողմանի ճանապարհի ավարտը, այսինքն այս ճանապարհը միակողմանի է և այստեղ ավարտվում է։ Կարմիր մեքենան կանգնած է ձախ կողմում։ Մենք ունենք այսպիսի օրենք, որ ճանապարհներում ձախ կողմում կանգնելը թույլատրվում է, եթե ունի երկու գոտի և մեջտեղում չկա հոցգիծ կամ տրամվայի գիծ։ Այստեղ տեսնում ենք, որ հոցգիծ չկա մեջտեղում, տեսնում ենք, որ տրամվայի գիծ չկա, ըստ այդմ կարմիր մեքենային թույլատրվում է կանգնել ձախ կողմում։
Երկաթուղային գծանցներից ինչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը, այսինքն գնացքի գծերից ինչքան հեռու կարող ես կանգնել։ Դե 300 մետրը շատ հեռու է, ես իմաստ չեմ գտնում 150, 100, 25-ը կարծում եմ մոտիկ է, ընտրում եմ 50 տարբերակ, ինչքան հեռու կանգնենք այնքան լավ։ Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ինչ հեռավորության վրա է տեղադրվում։ Այսինքն նախազգուշացնող նշանները մենք նախորդ հարցերից մեկում տեսանք, որ տեղադրվում է 50-ից 100 մետր հեռավորության վրա բնակավայրերում։ Այստեղ բնակավայրերից դուրս կամ 150-300 կամ 300-ից 500 նախազգուշացնող նշանները դրվում են 150-ից 300 մետրի վրա մինչև վտանգավոր վայրը։ Անցնենք հաջորդին։ Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60-70-80 կմ/ժ արագությամբ։ Նախընտրում եմ ընտրել ամենացածր արագությունը։ Կարծում եմ 70 ու 80-ը իհարկե բարձր է։ Ընտրում եմ 60 կմ/ժ արագություն։ Հաջորդ հարցը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար, բնակավայրերում վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար, բոլոր դեպքում էլ ձայնային ազդանշան տալը, այսինքն սիգնալ տալը, միայն կարելի է պատահարը կանխելու համար։ Այն, որ վարորդներով հիմա մենք ազդանշաններ ենք տալիս եւ շատ ենք սիրում ազդանշան տալը, դրանք արգելված են։ Կապ չունի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է, թե սովորական։ Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի լապտերների միայն մոտակա լույսը, լապտերների միայն հեռահար լույսը, լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ Եթե բնակավայրում առջևից եկող մեքենա չկա, թույլատրվում է թե հեռահար, թե մոտակա լույսերը։ Կարծում եմ, որ երկուսն էլ լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, դրանցից մեկը։ Եթե դիմացից մեքենա գալիս է, նոր արդեն հեռահարը պետք է իջեցնել մոտակա լույսի։ Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որին օգնություն կցուցաբերեք առաջին հերթին։ Վախեցած աղիքին, քերծվածքներով երեխա, բասկի կոտրվածքով տղամարդ, անգիտակից տղամարդ։ Որքանով հիշում եմ առաջի օգնությունից, պետք է օգնություն ցուցաբերել անգիտակից տղամարդուն, որովհետև բասկի կոտրվածքով տղամարդը, քերծվածքներով երեխան եւ վախեցած աղիքինը ունեն գիտակցություն եւ կարող են օգնություն խնդրել այլ մարդկանցից։ Առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ անգիտակից մարդուն։ Վերջ, հիմա տեսնենք պատասխանները։ Պատասխանել եմ 20-ից 19 հարցին։ Հիմա տեսնենք արդյունքները եւ տեսնենք, թե որ հարցն եմ սխալ պատասխանել։ Առաջին հարցը ճիշտ եմ պատասխանել, երկրորդ հարցը նույնպես, երրորդ հարցը նույնպես, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, 7-րդը, շատ լավ է նաեւ 8-րդը, խաչմերուկները հիանալի է, նորից հիանալի է, շատ լավ է, 12-րդը ճիշտ եմ պատասխանել, իհարկե ազդում է ճիշտ եմ պատասխանել, թույլատրվում է 50 մետր, ընտրել եմ 50 մետր, 25 ճիշտ պատասխան, երկաթուղային գծանցներից ինչ հեռավորության վրա է արգելվում է, որ կանգնել, ճիշտ պատասխանը 25 մետր ու մոտիկ կանգնելն է արգելվում։ Հաջորդ հարցը ճիշտ եմ պատասխանել, նույնպես ճիշտ եմ պատասխանել, ճիշտ եմ, վերջ, վերադառնալ, այս անգամ հաջողությամբ անցա իմ քննական թեստը, պատասխանեցի 20-ից 19 հարցին, հարցաշարերը անցա Telegram-ում գտնվող մեկնարկ բոտի միջոցով, մեկնարկ բոտի հղումը կարող եք գտնել տեսանյութի նկարագրության բաժնում, սպասեք հաջորդ տեսանյութերին, եկեք վարենք գրագետ։